Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, կառավարության և գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ։ Պատիվ ունենք ողջունելու ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի նախաձեռնությամբ հրավիրված Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը, քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով խորագիրը գրող գործարար աշխատաժողովի։ Աշխատաժողովը կծառայի որպես հարթակ, համատեղ և մասնակցային ձևաչափով անդրադառնալու տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրում առկա հնարավորություններին և խնդիրներին, քննարկելու կառավարման արդյունավետության բարձրացման և բարեփոխումների առաջնահերթություններին վերաբերող հարցեր։ Կառուցողական երկխոսություն ծավալելուց զատ ձևաչափը թույլ կտա արձանագրել գործարար համայնքի դերակատարների դիտարկումները դրանք կառավարության հետագա որոշումներում հասցեագրելու նպատակով։ Հարգելի ներկաներ, այժմ բացման խոսքով հանդես գալու համար հրավիրում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանին։ Բարև ձեզ, մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հարգելի անդամներ, տիկնակ և պարոնայք։ Այն ինչ որ գրված է թեմայի վերնագիրը մրցունակություն և վարչարարություն։ Ինձ համար դա այդ ձևակերպում ունի, դա նշանակում է պետություն և շուկա։ Այն ինչով զբաղվում են այսօրվա կառավարիչները, դրանք հիմնականում լուծում են այս խնդիրը։ Ինչքանով պետությունը կա շուկայում, ինչքանով շուկան ազդում է պետության վրա։ Եվ այսօրվա քննարկման գաղափարը կամ մոտեցումը ես այդ տեսանկյունից եմ գնահատում եւ այս առումով կարևորում եմ, որպեսզի մենք մեկ անգամ եւս անդրադառնանք այն հիմնական մոտեցումներին, որոնց մասին մենք առօրյա կյանքում շատ դեպքում մոռանում ենք կամ չենք խոսում, որովհետեւ երբ որ մենք ընդունում ենք օրենքներ, որոշումներ, ենթաօրենսդրական ակտեր, մենք մեր աշխատանքն ենք կատարում, բայց ամենակարևոր աշխատանքը, որ դա անում ենք, դա փորձում ենք շուկայում կարգավորումներ մտցնել։ Եվ այստեղ շատ կարևոր է, թե ինչքանով հաջողվում է պետությունը, որտեղ որ այդ կարգավորումները չեն խանգարում շուկային։ Ինչքանով ենք մենք այդ առումով արդյունավետ, ինչքանով ենք մենք կարողանում այդ խնդիրը լուծել, ես կարծում եմ այսօրվա քննարկման ընթացքում այդ պատասխանները պետք է լսենք եւ իմ անձնական ընկալումը այդպիսին է եւ հույս ունեմ, որ այսպիսի քննարկումները հենց այդ նպատակին են ծառայելու եւ այդ առումով շատ կարևորում եմ գործարար շրջանակներ, կառավարություն նման հանդիպումները եւ նման քննարկումները։ Ի վերջո այն խնդիրը, որ կա պետություն եւ շուկա, մինչև հիմա իդեալական այդպիսի մեխանիզմ չկա, որ ներկայացվի, որ գիտեք ինչ կա։ Սա է եւ այս սկզբունքներով պետք է առաջնորդվել։ Կամ ի սկզբունք, որ մի խանգարի, այդ թվում մեծ քաղաքականության միջեր կան հարցեր, որ պետք չի ուղղակի դրա մասին խոսել։ Կա երկրորդ սկզբունք, եթե չես կարող օգնել ելի մի խանգարի, եւ կա երրորդ սկզբունք, եթե կարող ես օգնել։ Հիմա մենք որ սկզբունքով ենք առաջնորդվելու, պետք է կարողանալ սա գնահատել։ Մի կարևոր հանգամանք, ընդհանրապես երբ որ մենք ուզում ենք հասկանալ, թե ինչքանով է պետությունը կայացած եւ ինչքանով է պետությունը արդյունավետ, առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ինստիտուտներին պետական։ Ինչքանով են պետական ինստիտուտները կայացած եւ ինչքանով են պետական ինստիտուտները նպաստում կամ խոչընդոտում տնտեսության զարգացմանը։ Մենք այսօր եկել ենք մի այնպիսի հանգրվանի, որտեղ մեծ լրացուցիչ գործիքներ են պետք տնտեսության հետագա աճի համար։ Այն ինչ որ կար, օգտագործվել է եւ հիմա մենք կարիք ունենք հաջորդ этаպին անցնելու համար։ Տարբեր գնահատականներ կան այդ միջազգային կազմակերպությունների կողմից, բայց բոլորիս համար տեսանելի է, որ այսօր Հայաստանի տնտեսության զարգացման հաջորդ этаպը ինստիտուցիոնալ իհարկե բարեփոխումներն են եւ դրա շարունակությունը տեխնոլոգիական նորարարություններ։ Առանց երկրորդի մենք առաջընթաց չենք կարող ունենալ։ Մենք չունենք նյութական ռեսուրսներ, ինչպես չենք էլ ունեցել, եւ եղած նյութական ռեսուրսները, եսի նկատում են բնական ռեսուրսները, մենք պետք է կարողանանք արդյունավետ օգտագործել եւ այդ ամենի համար այս պետական ինստիտուտները պետք է կարողանան աշխատեցնել դա։ Առանց դրա մենք չենք կարող կտրուկ, չասեմ գոնե սահուն զարգացման մոդել ունենալ, առավել եւս որ մենք արդեն մի միջին եկամուտ ունեցող, նույնիսկ միջին բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքում ենք, իսկ այդպիսի երկրները միշտ այդպիսի ծուղակում հայտնվում են, որտեղ մենք խնդիրներ ենք լուծել, կենսամակարդակ ենք բարձրացրել, աշխատավարձ, կենսաթոշակ, նպաստներ եւ այլն, եւ հիմա մենք պետք է դրա շարունակություններ ապահովենք։ Ես վստահ եմ, որ այսօրվա կառավարությունը, այսօրվա իշխանությունը ունի այն քաղաքական կամքը, խիզախությունը,
որ կշարունակի բարեփոխումները, բայց այդ բարեփոխումների շարունակականությունը ապահովելու համար շատ կարևոր է նաև շուկայի, այս տվյալդեպքում բիզնես շրջանակների կարծիքները, տեսակետները հաշվի առնել եւ այս միջոցառումը այդ առումով բարձր եմ գնահատում եւ շնորհակալություն եմ հայտնում նաեւ միջոցառման նախաձեռնողներին եւ կազմակերպություններին եւ իհարկե մեզ հաջողություն եմ մաղթում, հուսով եմ մենք ավարտին իսկապես ողջավորված կլինենք եւ կունենանք մտքեր, դատողություններ, որոնք ի նպաստ կլինեն մեր աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Շնորհակալություն։